Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Ալո։ Բարև Մարիա, ոնց ես։ Բարև, լավ դու։ Ես այդքան էլ լավ չեմ։ Դրա համար եմ քեզ զանգել։ Ուզում եմ հանդիպենք ու խոսենք։ Դու այն օրը ասացիր, որ քեզ միշտ կարող եմ հանգիստ զանգել ու հետդ խոսել։ Թե ինչ-որ բան սխալ եմ հասկացել։ Չէ, դու ամեն ինչ շատ ճիշտ ես հասկացել։ Ես կգամ մենակ տեղն ասա։ Գիտեմ, որ չես ուզի գամ հետևիցդ։ Դրա համար չեմ էլ առաջարկում։ Հիմա հասցենք ուղարկեմ։ Լավ։ Աբուլ ջան, եկել եմ տեսնեմ ոնց ես։ Դավիթից ինչ-որ նորություններ կա։ Ոնց գիտես, նույնը։ Ուֆ, լավ է, սենց ինչ կա նա շարունակվելու։ Չգիտեմ, բայց այս վիճակը արդեն ինձ ներվայնացնում է։ Դե բոլորս էլ ներվանյանում ենք։ Բայց դրա հետ մեկտեղ, Աբուլ ջան, պիտի լավը մտածենք։ Ինչ։ Լավը։ Լավ այդ ուղղակի միտք է։ Մարդիկ հորինել են, որ իրենց թեթևացնեն։ Տենց մի ասա, Աբուլ։ Այս քո հիասթափությունը քեզ բացի վնասից ոչ մի բան չի տալու։ Ոնց չի հիասթափվեմ, Անի։ Դավիթը արդեն քանի օր է նստած ինչ-որ բանի համար, որի հետ ինքը կապ չունի։ Բոլոր ապացույցները իր դեմ են։ Իրեն քննող քննիչն էլ ահա որ լարվել է Դավիթի դեմ։ Ինչ անեմ, Անի։ Մարիայի մասին էլ չասեմ։ Ինչի հետ ինչ ես ուզում ասես Մարիայի մասին։ Դե օրինակ այն, որ իրան նայելով հեշտ չես ասի, որ նշանածը բանտում է։ Ես ինչ ես խոսում, Աբուլ։ Ռավ։ Մերսի, որ եկար, Մարիա։ Շնորհակալ եմ, որ գոնե դու ուզում ես լսես ինձ։ Ինչ-որ բան է եղել։ Կներես, որ ստեղ եմ կանչել քեզ, գիտեմ, որ չես սիրում սենց տեղեր։ Ուղղակի ինձ հիմա մի քիչ թուլանալ է պետք։ Դեմ չես լինի, եթե խմամ։ Նորմալ է։ Նորմալ է։ Ժամանակին, որ խմում է, հետս կռիվ է իրանում։
Իսկ հիմա արդեն նորմալ է։ Ինչքան ես փոխվել, Մարիա։ Դե դու մինչև իմ գալն էիր արդեն խմել։ Ու հետո տեսնում եմ, որ շատ վատ ես։ Չեմ ուզում իմ կապրիզները առաջ տանել, ուզում եմ քեզ լավ զգաս։ Փաստորեն իմ համար ես հանդուրժում ես խմիչքը, Հա, ուզում եմ, որ դու քեզ լավ զգաս։ Ես տեսնում եմ, որ ինչ որ բան կատարվում է։ Ճիշտ է չես ասում, բայց զգում եմ։ Վստահ ես, որ ուզում ես խոսեմ այդ մասին։ Ռաֆ, ես ուզում եմ քեզ օգնել, բայց եթե չիմանամ ինչա կատարվում, ոչ մի բան անել չեմ կարողանա։ Մար, ես նենց բան եմ արել, որի մասին համ լռելն է շատ դժվար, համ էլ խոսելը։ Երկու քարի արանքում եմ հայտ տվել, դրա համար էլ գժվում եմ արդեն։ Ես հասկանում եմ, որ շատ սխալներ եմ գործել ու հաճախ քեզ նեղացրել եմ ու իմ այդ սխալների պատճառով դու իմ մասին շատ վատ կարծիք ես ձևավորել։ Բայց անկեղծ եմ ասում, ես չէի պատկերացնում, որ ընդունակ եմ սենց բանի, ես իմ համար էլ էր նորություն։ Երդվում եմ, ես իմ համար նորություն էր, որ ես սենց մեղք կարեմ գործեմ։ Ես չէի պատկերացնում, որ ես կարող եմ Միտքս չի կտրվում Աբուլից։ Ես էլ եմ այդ մտածում։ Տեսար ոնց էր խոսում Մարիայի հետ։ Ախր իրար հետ շատ լավ էին։ Մարիան Աբուլին տուն բերեց։ Չգիտեմ, կարող է Աբուլը մտածում է, որ մենք Դավիթին օգնելու համար ոչինչ չենք անում։ Դե այդ դեպքում պետք է Ռուբենից նեղանար։ Մարիայից ինչի է նեղանում։ Հա, ճիշտ ես։ Բալավ ինչ եղավ։ Հա ինչ, զարմացար, չէիր սպասում։ Հա չէի սպասում, որովհետև ես շատ լավ տեսնում եմ, թե Մարիան ոնց է տանջվում։ Դե հա, ընկերուդ պետքա պաշտպանես։ Ինչից ես ենթադրել, որ Մարիան չի մտածում Դավիթի մասին։ Այդ որ իրեն ուժեղ է պահում, չի լացում դրանից, հա։ Շատ բաներ դու չես տեսել, չես լսել։ Դրա համար ավելի լավ է չշարունակենք, որ չվիճենք։ Գիտես ինչ, Աբուլ ջան, ես չգիտեմ, թե դու ինչի ես տենց մտածում։ Ճիշտն ասած, ոչ էլ ուզում եմ իմանամ, որովհետև ես վստահ եմ, մինչև Դավիթը այնտեղից դուրս չգա, Մարիան չի հանգստանալու։ Դու ոնց չես տեսնում, որ ինքը ամեն ինչ անում է Դավիթի համար։ Ռաֆ, ինչ էիր ուզում ասել։ Մար, համ ուզում եմ խոսել, համ էլ չեմ կարողանում։ Ոնց որ ինչ-որ բան ասեղի պես կոկորդիս կանգնած լինի ու չթողի շարունակեմ։ Ռաֆ, արդեն վախենում եմ, կլինի ասես, կլինի ավելի պարզ խոսես։ Չեմ կարծում, որ այս խոսակցությունը մեզ ինչ-որ լավ տեղ է տանելու։ Ավելի ճիշտ ինձ։ Դրա համար ավելի լավ է ես ինքս իմ գլխի ճարը տեսնեմ։ Ինչի։ Ինչի կասես։ Ինչի պետքա մենակ տանջվես։ Ախր ես քեզ ասել եմ, որ ես քո կողքին եմ, որ ինչ էլ լինի, ես կհասկանամ ու կաջակցեմ քեզ։ Ինչի մինչև վերջ ես խոսում։ Ինչի ես քեզ թշնամաբար պահում։ Դու ուզեցիր, որ ես գամ ու լսեմ քեզ։
Բայց հիմա այս կիսատ պրատ խոսացածիցդ ոչ մի բան չեմ հասկանում։ Իսկ ով ասաց, որ խոսալուցս հետո հասկանալու ես։ Որ խոսամ ավելի ես սկսելու ինձ ատել։ Հիմա ամենաշատը կուզեի քեզ հետ բերել, Մարիա, որ նորից իմը լինեիր։ Ես հիմա կգամ։ Ալո, Բալես, ո՞նց ես։ Չգիտեմ, երևի լավ եմ։ Ձայնդ մի տեսակ ամար, ինչ-որ բան ա եղել։ Մամ Ռաֆի հետ եմ։ Ինձ թվում է, ինձ մոտ ստացվում է։ Մեր մտածածը ստացվում է, բայց մի տեսակ լարվում եմ։ Վախենում ես, Մար։ Չէ, ուղղակի լարվում եմ։ Ինձ թվում է Ռաֆի մեզ քայլը ուրիշ կերպ ընդունում, մտածում է, որ մեր հարաբերությունները կարող է փրկել։ Մար հենց դրա մասին խոսում է, թեման փոխի, շրջանցի, կամ ուղղակի ասա չես ուզում լսես։ Ես այդպես էլ անում եմ։ Ուղղակի ինքը ինչ-որ գիծ է փորձում գտնել։ Մար հենց սկզբից էլ պլանավորել էինք, որ կարա սենց գնա։ Հենց հիմա կարաս ամեն ինչին վերջ դնես։ Բա Դավիթը, մամ։ Մի բան կմտածենք, Մար։ Ուրիշ ոչ մի տարբերակ չկա։ Ռաֆի իր հետևից ոչ մի հետք չի թողել, եթե թողած լիներ, ոստիկանները դրա մասին կիմանային։ Մար, իսկ եթե էս սխալ է, իսկ եթե մամ ուրիշ տարբերակ չկա, ես Դավիթին պետք եմ։ Ես Դավիթի համար ամեն ինչի պատրաստ եմ, չեմ կարող իրեն թողնել։ Հավաքի քեզ, Մարիա։ Այս ամենաճիշտ պահն է։ Ռաֆ, ոնց որ չարաշահում ես խմիչքը։ Անհանգստանում ես իմ համար։ Չէ, ուղղակի ուզում եմ, որ կարողանանք խոսել։ Հանգիստ եղի։ Ինչ էլ լինի, ես քեզ կլսեմ ու կհասկանամ։ Այս աշխարհում չկա ինչ-որ բան, որը իմ վրա այնքան կազդի, որ քեզ չհասկանամ։ Մարիա, Երանի այդ օրը դու փախած չլինեիր։ Երանի այդ մատանին ընդունեիր։ Ռաֆ։ Այնքան բան եղած չէր լինի, եթե այդ մի քայլը արած լինեիր դու։ Ինչի ես ինձ մեղադրում։ Ուղղակի ասածդ ու տոնդ մեղադրական էր։ Իսկ եթե… Եթե ինչ։ Եթե իրոք մեղավոր ես։ Ինչում, Ռաֆ, ինչ եմ արել։ Հենց էտա, որ չեմ կարող ասել։ Քո հետ այս մասին խոսալը լրիվ աբսուրդ է։ Ինչն է աբսուրդ, Ռաֆ։ Դու պարզ զգացնել ես տալիս, որ ինչ-որ բան ես արել ու դրանում ինձ ես մեղադրում, հետո ասում ես, որ իմ հետ քննարկելը աբսուրդ է։ Կլինի քեզ մի քիչ հասուն մարդու պես պահես։ Ու պարզ խոսես, Ռաֆ։
Այն էլ այն դեպքում, երբ տեսնում ես իմ մեղավորություն ու բարձրաձայնում ես։ Արի գնանք, Մար։ Ուր։ Չգիտեմ, ինչ-որ միտեղ քաղաքից դուրս։ Ինչի այստեղ չենք կարող խոսել։ Եթե այստեղ չես ուզում, կարող ենք դուրս գալ քայլենք։ Չէ, ուզում եմ քո ասացի պես մինչև վերջ խոսել։ Ու թքած ունենալ, թե հետո ինչ կլինի։ Ու դրա համար ինձ հանգստություն է պետք։ Հիմա գալիս ես, թե չէ։ Չլինի վախենում ես ինձնից։ Չէ, կգամ։ Սպասի հաշիվը փակեմ, կամ գնանք։ Հա, Մարիա։ Սվետա ուշադիր լսի, քեզ ինչ եմ ասում։ Բան ա եղել։ Ես Ռաֆի հետ եմ ու ոնց որ թե սկսել ա խոսել, բայց ուզում եմ, որ միասին քաղաքից դուրս գնանք։ Մարիա, խնդրում եմ քեզ, չգնաց հանկարծ։ Սվետա, ես ուրիշ տարբերակ չունեմ։ Ես չեմ կարող հետ կանգնել, այն էլ այն դեպքում, որ այսքան մոտ եմ իմ նպատակին։ Մարիա, Ռաֆի հետ քաղաքից դուրս գնալը դա խելքին մոտիկ բան չի։ Խնդրում եմ մի ձև խափի, մի բան ասա, չգնաս։ Հետո ինչ անեմ։ Ոնց անեմ, որ այսքան խոսի։ Չգիտեմ, այս ամեն ինչը հեչ իմ դուրը չի գալիս։ Ես քեզ զանգել էի ուղղակի զգուշացնելու համար։ Կապի մեջ կլինեմ, հասցե կուղարկեմ։ Եթե երկար ժամանակ կապի դուրս չգամ, պապայիս կասես, լավ։ Գնացինք։ Ես գնամ, բայց քեզ երկու բան եմ խնդրելու։ Ուղղակի աղաչում եմ, էլի։ Մի կոտրվի ու հույսդ մի կորցրու։ Ու հա, ամենակարևորը։ Մարիայի մասին վատ բաներ մի մտածի, Աբուլ։ Սխալ է։ Ինքը համ քո համար, համ էլ Դավիթի ամեն ինչի պատրաստ է։ Լավ ես գնում։ Ռաֆին չեղավ։ Չեմ կարող էլ քշեմ, Մարիա։ Շունչս կտրվում է։ Ջուր կխմես։ Ռաֆին չեղավ։ Վախեցնում ես։ Ինձնից ես վախենում։ Չէ։ Ուղղակի այս վիճակդ նորմալ չի, ուզում եմ հասկանամ ինչն է քեզ այս վիճակին հասցրել։ Դու, Մարիա։ Մենակ դու կարաս ինձ օգնես այս վիճակից դուրս գալ։ Բայց ես համարձակություն չունեմ քո հետ իրականության մասին խոսել։
Ես չեմ ուզում, որ դու ինձ ավելի շատ ատես։ Ուզում եմ նորից քո աչքերում սեր տեսնեմ իմ հանդեպ։ Ռավ, կլինի մեր մասին չխոսենք։ Ես ուզում եմ հիմա վիճակիդ մասին խոսենք, ուզում եմ հասկանամ ինչ ա կատարվում, ոնց օգնեմ քեզ։ Արի քայլենք, լավ։ Կքայլենք, կհանգստանաս ու հետնել կխոսենք։ Կլինի ձեռքդ բռնած քայլեմ։ Ռաֆ, այդ ճիշտ չի։ Մարես աշխարհում վաղուց արդեն ամեն ինչ սխալ գծի վրա է գնում։ Ու մենք էլ մի պահ կարանք տրվենք այդ հոսանքին։ Էսա սիրտս կկանգնի։ Շնորհակալ եմ, որ այսքան էլ հանդուրժեցիր։ Տես, ես ամեն ինչ անում եմ, որ դու ինձ վստահես։ Իսկ դու այդ մասին նույնիսկ չես էլ մտածում։ Արի, ես շատ մենակ եմ։ Ու իմ կողքին ոչ ոք չկա, ու դժվար էլ լինի։ Ու դու էլ չես մնալու իմ կողքին։ Որ իմանաս հաստատ չես մնալու, չնայած դու սենց թե նենց չէիր մնալու։ Այսինքն Դե դու քո կյանքն ունես, ում նշանացի դժվար թե դուր գա իմ հանդեպս բարի վերաբերմունքդ։ Դրա համար ավելի լավ է ես իմ հոգսերը ինձ պահեմ։ Ու կներես, որ ժամանակից այդքան խլում եմ, բայց ոչ մի հստակ բան չեմ ասում։ Ռաֆ, ինչ ես Դավիթին մեջ բերում։ Եթե այստեղ մենակ ենք ես ու դու ենք, ինչ ես իմ անձնականը հիշեցնում։ Երբ տեսնում ես, որ ես ամեն ինչ թողել եկել եմ քեզ օգնելու համար։ Լավ, հերիքա, Մարիա։ Հերիքա, չես տեսնում, որ հազիվ եմ շնչում։ Չես տեսնում, որ վատ եմ ինձ զգում։ Չես նկատում, որ մեղքից չափաբաժինը այնքան մեծ է, որ շնչածս օդն էլ հազիվ է կուլ գնում։ Իսկ դու եկել ես այստեղ ու ինձ ստիպում ես, որ խոսեմ։ Բայց դու էիր ուզում խոսենք, դրա համար ենք եկել այստեղ։ Ես ընդամենը ուզում եի քո հետ մենակ մնալ։ Բոլորի աչքից հեռու։ Ռավ, խնդրում եմ, այնպիսի բաներ մի արա, որ հետո փոշմանենք։ Հեռախոսս տուր, ձեռքս ցավում է։ Իսկ որ իմանաս իմ սիրտը ոնց է ցավում, դրանից հետո ինչ կասես։ Ռավ, հերիքա։ Ես ամեն ինչ թողել եմ, եկել եմ, որ քեզ օգնեմ, ամեն ինչ անում եմ, որ իմանամ ինչ է հետդ կատարվում, իսկ դու ինձ ինչ ես անում, վախեցնում ես։ Եթե չես ուզում խոսենք, արի գնանք։ Ես էլ երբեք այս թեման չեմ բացի, խնդրում եմ, արի գնանք։ Իմ համար ահավոր դժվար է հաշտվել քո չլինելու հետ, Մարիա։ Քո այսքան մեղավոր լինելու ու իմ կողքին չլինելու հետ։ Ես ինչ արեցիր դու, հա։ Ինչու՞ ես ինձ մեղադրում։ Ես քեզ շատ էի սիրում, Մարիա։ Կյանքում ամենաշատը քեզ էի սիրում, բոլորից շատ քեզ էի տեղ տալիս։ Դու ես ինչ արեցիր իմ հետ, ինչի ինձ կործանեցիր, հա։ Ես քեզ ինչ էի արել։ Հերիքա, Ռավ, հերիքա, եթե դու չես հասկանում իմ այս քայլը, ուրեմն մի էլ ձևացրու, որ հասկանում ես, ավելի լավ է այդպես էլ ասես, խնդրում եմ, արի գնանք։ Հա, ես չեմ հասկանում։ Ու արդեն վաղուց ես էլ ոչ մի բան չեմ հասկանում, Մարիա։ Իսկ դու ինձ կհասկանաս։ Հա, Ռավ։ Հաստատ։ Հաստատ, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ռաֆ, ինչ եղավ։ Մենք մի քիչ առաջ շատ լավ իրար հասկանում ենք, ինչ փոխվեց։ Չգիտեմ, ես էլ վաղուց ոչ մի բան չեմ հասկանում, Մարիա։ Այսինքն, Ռաֆ, ինչ ես արել։ Ինձ թվում է, որ այսքան խորացել ենք, ուրեմն պետք է մինչև վերջ քո հետ ազնիվ լինեմ։ Ուղղակի վախենում եմ։ Վախենում եմ, Մարիա։ Ինչ ամոթա, որ վախենում եմ, հա։ Չէ, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Իսկ որ ասել ես մարդու կյանք արժեն, հա։
Այսինքն Մարիա, ես ինձ մեղավոր եմ զգում հորս մահվան մեջ։ Նրա մեջ ավելի մեղավոր եմ զգում ինձ, քան նրա ինչ որ արել եմ։ ինչու ես քեզ մեղադրում։ Մարիես։ Ասա Լիլիթ։ Ռավ, մաման վատ է, սիրտը լավ չի, շտապօգնություն եմ կանչել, խնդրում եմ, շատ շտապ արի տուն, ես վախենում եմ։ Ինչ։ Հենց հիմա գալիս եմ։ Ինչ եղավ։ Մաման լավ չի, պետք է գնամ։ Վայ Մարիա։ Ինչ չես պատասխանում։ Հաոֆա։ Ռուբեն, լավ ես, հո չեմ խանգարում։ Լավ էլի, քանի անգամ եմ ասել, այդ հարցը ինձ մի տուր։ Դու երբ ուզես ինձ կարաս զանգես։ Հո բան չի եղել։ Ձենդ մի տեսա կա։ Քեզ լավ չես զգում։ Չէ, ես լավ եմ։ Ռուբեն Մարիայի հետ խոսել ես տանն, հա։ Չէ, դեռ չեմ խոսել Մարիայի հետ, բայց ինչ ա եղել։ Չէ, բան չի եղել, ուղղակի զանգեցի չպատասխանեց, դրա համար եմ հարցնում։ Մի քանի օր առաջ եկել էր մոտս, խոսել ենք, կիսվել ա հետս։ Ես էլ տենց կամաց ուզում եմ կապի մեջ մտնեմ էլի հետը։ Սուտ դրա համար անհանգստացա, որ չպատասխանեց։ Այ այդ լավ ես արել։ Որոշումդ գնահատում եմ, ապրես։ Բայց հաստատ հետ կզանգի, մի անհանգստացի։ Հա, լավ, կսպասեմ։ Բայց մեկը ձենդ մի տեսա կոֆա։ Հո բան չի եղել։ Չէ, անհանգստանալու կարիք չկա, ես լավ եմ։ Դեղերս էլ ժամանակին խմում եմ, ինձ հետ ամեն ինչ լավ է։ Ապրես։ Ռուբեն, որ կապի դուրս գաս Մարիայի հետ, ինձ անպայման ասա, հա։ Լավ։ Մամ ջան, ինչ ա եղել։ Ոնց ես։ Լավ չի բալես, բայց արդեն լավ եմ։ Իսկ բժիշկ կանչել եք Լիլիթ, ինչ են ասել։ Ասել են, որ թեթև սպազմա, հանգստացնող է նշանակել, խմել է արդեն։ Իսկ հաստատ պետք չի հիվանդանոց տանել։ Չէ։ Մամ լավ էլի, որ հիվանդանոց գնանք ավելի հանգիստ կլինենք, գիտես։ Որ ինձ քիչ նյարդայնացնեք, ես ավելի հանգիստ կլինեմ։ Ոյ մաման հնարա քո հետ։ Ռավ։ Դու գիտես, որ ես իմ մտահոգությունների, իմ վատ զգալու, այս ամեն ինչը, ինչ որ իմ հետ կատարվում է, դրա հերոսը դու ես։ Մամ ջան, ես լավ եմ։ Բա ինչի ես դա չեմ տեսնում։ Ինչի չեմ տեսնում, որ դու լավ ես։ Ես նույնիսկ այդ լավը լինելու հույսը չեմ տեսնում։ Մամ, կլինի ես ամեն ինչի մասին հետո խոսանք, ես հաստատ հիմա չի կարելի նյարդայնանալ։ Երբ հավարտվելու ես քո մոլագարությունը, Ռավ։ Երբ ենք մենք նորմալ ապրելու, ինչի ենք խուսափում բոլորից քո պատճառով, Ռավ։ Շուտով մամ ջան։ Ամեն ինչ կավարտվի, երբ որ ես
Մարիայի հարցերը կլուծեմ։ Այսինքն Հա, Մարիա, ո՞նց ես։ Հոչին եղացրել քեզ։ Կխաբեմ, եթե ասեմ ամեն ինչ հարթ էր, բայց ես կարողացա իրավիճակը կառավարել։ Ախր այս ամեն ինչը հեչ դուրս չի գալիս։ Մինչև եկար կեսմարտ դարձա է։ Կլինի հանգստանաս։ Ամեն ինչ լավ է, ես լավ եմ։ Ու եթե հիմա խառնվենք իրար, կսկսենք սխալներ գործել։ Իսկ հիմա ավելի լավ կլինի, որ մենք գործի վրա ուշադրություն դարձնենք։ Հեշտ ես ասում։ Գիտեմ, որ դժվար է, բայց ես պետք է ամեն ինչ անեմ Դավիթին օգնելու համար։ Քանի դեռ գործը քննման մեջ է, ոչ թե դատարանը հասել։ Թեկուս հասնի էլ։ Մենք այդ ժամանակ էլ կհասցնենք գործել։ Սետա, բայց ինչի Դավիթը ընկնի քաշքշուկների մեջ իր չարացի համար։ Արի համաձայնիր, որ Դավիթը իրեն հեչ լավ չի զգա, երբ իմանա, թե դու ինչ մեթոդ ես ընտրել իրեն օգնելու համար։ Դրա համար չի իմանա։ Իսկ եթե պապայիդ ասենք, հնարավոր է նա մեզ հասկանա ու արդյունավետ ու անվտանգ տարբերակներ առաջարկի։ Չէ, Սվետա, ես արդեն քեզ բացատրել եմ, թե ինչի չէ։ Ու հետո ես հազիվ հասել էի այն կետին, որ Ռաֆը արդեն խոստովանում էր։ Եվ ինչի չխոստովանեց։ Լիլիթը զանգեց ու ասաց, որ մաման ավատացել։ Ու խոսակցության ամենակարևոր պահին խոսակցությունը ավարտվեց։ Ես չեմ կարծում, որ մենք Ռաֆին կկարողանանք այդքան թուլացնել։ Իսկ ես հակառակը։ Մտածում եմ, եթե մի անգամ ստացվել է, ուրեմն էլի կստացվի։ Մամ, ես գիտեմ, որ դու ինձ բոլոր հարցերում էլ մեղադրում ես։ Առանց բացառության բոլոր հարցերում, բայց խնդրում եմ քեզ, գոնե հիմա, գոնե այս պահին փորձի այս ամեն ինչին ուրիշ կողմից նայես, փորձի վերլուծես, իրար կապես այս հարցերը։ Ինչը իրար կապեմ։ Հորդ մահը թե քո արարքները։ Ռաֆ, ես դա վաղուց եմ արել։ Չէ, մամ ջան, վերլուծի, խնդրում եմ։ Ախր դու ինձ ամենալավն ես ճանաչում։ Այս աշխարհում չկա մեկ, ով քեզնից լավ է ինձ ճանաչում, մամ։ Դու հաստատ հասկանում ես, որ ես ընդունակ չեմ մարդասպանության ու շատ բաների ես ընդունակ չեմ եղել, մամ, մինչև Մարիային հանդիպելը։ Ասա, որ ճիշտ եմ, ասա, որ ասածիս մեջ տրամաբանություն կա։ Հերիքա, Ռաֆ, հերիքա։ Հերիքա անընդհատ ուրիշներին մեղադրես։ Ես էլ չեմ պաշտպանում Մարիային, չեմ դնում գլխիս ու պտտում, բայց մարդ պետքա սեփական ուղեղ ունենա։ Ուր էր խելքդ, տղա ջան, ուր էր խելքդ, տղա ջան։ Դու գոնե քեզ ազատ էիր այդ ամեն ինչից, դու քեզ կրակը գցեցիր մեզ էլ հետը։ Մամ, ուղղակի ես Մարիային շատ եմ սիրել։ Ու մինչև վերջին րոպեն էլ վստահ եմ եղել, որ կկարողանամ գոնե ինչ-որ բան փրկել։ Բայց հիմա էլ այդպես չի։ Հիմա ես իրան ջնջել եմ իմ կյանքից ու ինքը էլ ինձ համար գոյություն չունի։ Չնայած գոյություն ունի, բայց մենակ որպես թշնամի։ Մարիան ամեն ինչի համար պատասխան է տալու։ Ու ես այդ գործը արդեն սկսել եմ, մամ։ Բա ուր մնաց այդ քո մեծ սերը։ Իսկ այսքան բանից հետո ելով կսիրեր, մամ։ Ես ինչքան Մարիային սիրել եմ, հիմա երկու այդքան արդեն ատում եմ։ Ու հաճույք եմ ստանում, երբ որ տեսնում եմ, որ իր կյանքում ինչ-որ դժբախտություն է լինում։ Ես հաճույք եմ ստանում, երբ որ տեսնում եմ, որ Մարիան լացում է, որ տխուր է ու ամեն ինչ անում եմ ու անելու եմ, որ ինքը միշտ դժբախտ լինի, մամ։